Ապրիլի 24-ին Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի ենթարկված եւ գլուխը ջախջախված տղան դեռ գիտակցության չի եկել։ Ում են փորձում փրկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն եւ ոստիկանությունը։ Ապրիլի 24 գիշերը խմբակային ծեսկրտուք էր եղել Էջմիածին քաղաքում։ Անգիտակից վիճակում գլուխը ջախջախված 22-ամյա տղայի էին տեղափոխել Գրիգոր Լուսավորիչի հիվանդանոց։ Վիայուրում ստացածներից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ 22-ամյա Պարքև Հակոբյանն էր, որին հիվանդանոց էին տարել գլուխը ամբողջությամբ ջարդված, եւ նրա հարևանի որդուն, որը բանակից նոր էր զորացրվել։ Այս ցավալի դեպքից անցել է 8 օր։ Մինչ օրս գործով ձերբակալված կամ կալանավորված անձ չկա։ Մեր ձեռքում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են երիտասարդ տղային հարվածում ու գցում գետնին։ Իդեպ, Էջմիածնից ահազանգած քաղաքացիների դեպքի վայրում եւս մեկ տեսախցիկ կա, որը իրավապահների են տվել, որը ներկայացրել են իրավապահներին ու հայտնել, որ իբր կայծակից այն վնասվել է։ Անգիտակից վիճակում գտնվող տղայի հարազատները կոնկրետ անուններ են տալիս, սակայն իրավապահները որևէ գործողության չեն դիմում։ Միջադեպի հետևանքով ծեծի ենթարկվածները եւս չեն խոսում։ Միգուցե նրանց վախեցրել են։ Փաստը մեկ բան։ 22-ամյա տղային հասցրել են անգիտակից վիճակի եւ մինչ օրս որևէ անձ չկա, ձերբակալված կամ կալանավորված։ Հարց է առաջանում. ինչով են զբաղված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Վախաշապատի բաժնի պետ, գնդապետ Ասքանազ Դավթյանը, Արմավիրի ոստիկանապետ Վոլոդիա Գևորգյանը, Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը, ինչու չի բացահայտվում հանցագործությունը։ Միգուցե պաշտոնյաները շահագրգռվածություն ունեն կոնկրետ անձանց փրկել գործով։ Դիմեցինք քննչական կոմիտե հասկանալու համար, թե ինչ քրեական վարույթ կա դեպքով եւ ինչ է անում կամարել նախաքննական մարմինը։ Մեզ խոստացան պատասխանել հարցերին, կհետևենք քննության ընթացքին, իսկ քննչական կոմիտեի պատասխանը կներկայացնենք ավելի ուշ։